ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է։ Ձեզ հետ է Մերի Մուսինյանը, բարի օր սիրելի ունկնդիրներ։ Հայ թատրոնի մասին խոսելիս շատերը երանությամբ հիշում են 60-70-ական թվականները, երբ բեմում մեր մեծերն էին, հայ թատրոնի երախտավորները։ Նրանց խաղը վայելած հանդիսատեսը մինչ օրս այդ դերասանների անունները տալիս է ակնածանքով, խոսում է նրանց մասին մեծագույն սիրով ու հարգանքով, միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ այսօրվա երիտասարդ սերունդը նրանց խաղը չի տեսել։ Այսօր, մայիսի 18-ին, մեր թատրոնի երախտավորներից մեկի, 60-70-ական թվականների սիրված դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է։ Բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում, բարեբախտաբար դերեր նաև հանրային ռադիոյի, ռադիոներկայացումներում, որոնք այսօր մեր ոսկե ֆոնդի լավագույն արժեքներից են։ Մի հատված Գուրգեն Ջանիբեկյանի Օթելոյի մենախոսությունից։ Նա խնդրեց, եւ ես ընդունեցի։ Եվ շատ անգամներ ես նրա աչքերից արցունք կորզեցի, բատմելով բախտի այդ հարվածները, որ կրել էի ջահելորերում։ Երբ հավարտեցի, նա ինձ նվիրեց հառաչանքների մի ամբողջ աշխարհ, երդվեց, թե իրավ զարմանալի է, խիստ զարմանալի, շատ սրտաշարժ է, անչափ սրտաշարժ։ Ասաց, երանի ես լսած չլնեի, բայց հետո կցեց, երնեք թե Աստված ինձ այդպիսի մարդ ստեղծած լիներ, շնորհակալ եղավ եւ հետո ասաց, եթե կա մի ոք ձեր ընկերներից ինձ սիրահարված, բավ է որ ուսուցեք նրան պատմել ձեր պատմությունը, եւ ես նրանն եմ հավիտյան, այս թելադրանքը բացարավ լեզուս։ Նա ինձ սիրեց իսեր իմ տեսած այն վտանգների, եւ ես էլ նրան իսեր ցույց տված իր կարեկցության։ Գուրգեն Ջանիբեկյանի մասին շատերն ունեն հիշողություններ, սակայն ինչպես ասում են, ամենից ազնիվ աղբյուրն իր որդին է, ճանաչված դերասան Կարեն Ջանիբեկյանը։ Երբ խնդրեցի իր հոր Գուրգեն Ջանիբեկյանի մասին հուշեր պատմել ռադիոընկերին, հուզմունքով համաձայնեց։ Զրույցի սկզբից արդեն հիշողությունների, այսօրվա զգացողություններին միախառնվեցին դերասանի մտահոգությունները, մեր այսօրվա ապրածի ու չապրածի մասին իր դիտարկումները։ Հոր ծննդյան օրը որդու համար կարծես առիթ էր, որ նա ոչ միայն վերապրի հիշողություններ, այլև կիսվի մեզ հետ իր ցավի ու անհանգստությունների մասին։ Հանրային ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է եւ ես արդեն ձեզ տեղեկացրել եմ սիրելի ունկնդիրներ, որ այսօր մեծ դերասանի Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ես զրուցելու եմ նրա որդու, Հայաստանի Հանրապետության ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ հանդիպելու համար։ Պարոն Ջանիբեկյան, ես կարող եմ պատկերացնել, թե ինչ զգացողությունների օր է այսօր ձեզ համար։ Դե մարդը ապրում է այնքան, ինչքան որ իրեն հիշում են։ Այնպես որ կգա մի սերունդ, որ արդեն իրեն չեն հիշի, ոնց որ այսօր փողոցներում միկրոֆոնը եւ հեռուստա կամերան ցույց ասում են, սա ով է, այս արձանը, ես իմ ընկերն ասում են, շատ ծանր է ստանում։ Ինձ որ կգա մի օր, որ սկի Ջանիբեկյան, Կոմիտաս չգիտեն, то ես իմ Արամ Խաչատրյան չգիտեն։ Այնպես որ ցավում եմ, որ մեր վիճակը քանի գնում կորցնում է իր արժեքը, ժողովրդի իր արժեքը, իր մեծերի հանդեպ ինքը դատարկվում է, ոնց որ ժողովուրդը զբաղված է ուրիշ բանով, ուրիշ, չգիտեմ ինչ ասեմ, բայց շատ ծանր է այսօր մեր ժողովրդի վիճակը, դրա համար որպեսզի ասենք հիշեն Գուրգեն Ջանիբեկյան, մի մասը կարող է հիշել, մյուս մասը չի կարող հիշել, որովհետև մյուս մասը մտածում է ոնց ապրի։ Պարոն Ջանիբեկյան, բայց այնուամենայնիվ երևի թե բոլորիս ջանքերը կամ մտահոգված մարդկանց ջանքերը պիտի ուղղված լինեն, չէ՞ նրան, որպեսզի մեր մեծերի շունչը միշտ լինի մեզ հետ, որտեղ դա շատ բան է փոխում մեր ապրելակերպը։ Մերիա, ցավոք սրտի, երբ որ դպրոցներում Վրտանեց Փափազյանի ասենք ժայռն է, պետք է անցնեն եւ այս երեկոն հերոստացույցով ցույց են տալու այդ ֆիլմը։ Վարդան Աճեմյանի ամբողջ ռեժիսուրան էր դա։ Դասատուս մայ այսօր երեխաներ, ես այսօրվա պատմություն եմ ասում։ Մեր թեման է, նայեք, եկեք քննարկենք։ Նայում են, հաջորդ օրը գալիս են քննարկելու։ Դուք ճանաչեցիք այդ դերասանին։
Ոչ ոք ոչ մի ձեն։ Ոնց դու ասա, չգիտեմ, դու ասա, չգիտեմ, մեկը ձեռքը բարձրացնում ասում է Արնոլդ Շվարցնեգերն է։ Ու հա, այսինքն ուզում ասեմ, որ մեր երիտասարդությունը այսօր ողողված է այդ Արնոլդներով, Ստալոնիներով եւ այլն։ Այսօր մենք հերոստացույցը մեր ողողված է դրանով։ Քիչ են ցույց տալի ազգային ֆիլմեր, որոնք ժողովուրդը կարոտ է։ Մենք ազգովի մեղավոր ենք, որ այսօր մենք այս վիճակի ենք, մենք մեղավոր ենք, որ այսօր մեր ճաշակը հասել է այն մակարդակի, որ այսօր եթե Համլետ վեմադրի թատրոնում ոչ ոք չի գնա, այլ կգնան no comment կամ ինչ-որ բան, հասկանում եք։ Պարոն Ջանբեկյան, դուք վստահաբար շատ լավ հիշում եք այն շրջանի, երբ ձեր հայրը բեմ էր դուրս գալիս, նկարահանվում էր, եւ շատ ավելի շոշափելի տեսել եք, թե ժողովուրդը ինչպես է ընդունել մեծ դերասանին։ Ինչ է փոխվել այդ ժամանակներից։ Այ մի քիչ ուզում եմ հետահայաց գնանք դեպի այդ ժամանակներ եւ մեզ ներկայացնեք, թե ինչու է ժողովուրդը ձեզ սիրում այդքան թատրոն եւ իր դերասանին։ Որովհետև անցյալում կար գաղափարախոսություն, որովհետև անցյալում կար ցենզ, որովհետև անցյալում կար ճաշակ, դպրոցները շատ ավելի ուժեղ էին, համալսարանները շատ ավելի ուժեղ էին, շատ ավելի իմացությունը եւ ինֆորմացիան ավելի լավ էր։ Այսօր ինֆորմացիա կա տարբեր կոմպյուտերով, բանով եւ այլն, բայց ժողովուրդը չունի ցանկություն գնալ մեծ արվեստ նայելու։ Ինչու՞։ Որովհետև այս 20 տարվա ընթացքում մեր հերոստա տեսությունները մեր ժողովրդի հերանեցեցին, մեր դաստիարակեցին մեր երեխաներին այդ ֆրազաներով, փողոցային, տարբեր լեքսիկոնով։ Հասկանում եմ արվեստագետի ցավը, այն մեզ էլ է պատել։ Դժվարությամբ, բայց փորձում եմ Կարեն Ջանիբեկյանին այդ մտահոգությունների աշխարհից տեղափոխել հիշողությունների աշխարհ։ Նա հզոր մարդ էր, նա ձեռքը կխփեր սեղանին եւ բոլոր հարցերը կլուծվեր։ Նա հզոր ուժեղ մարդ էր։ Երբ դուրս էր գալի փողոց, այն ժամանակ նա պատտվում էր մի ժամ, երկու ժամ, սենց քայլ։ Դուք չգիտեիք, արդեն տարիքով մարդիկ, տարիք առած, եթե հայրս ասենք 70 կամ 60 տարեկան էր, 40, 50, 30 տարեկան տղամարդիկ ձեռքն էին համբուրում, նրանք այդքան մեծարում էին, նրանք երբ որ Հրաչյան Ներսիսյանը փողոցով քայլում էր, բոլորը նայում էին, երբ որ Ավետ Ավետիսյանը փողոցով քայլում էր, նայում Ինչով եք նման ձեր։ Այ հենց դրանով, որ իմ հայրս շատ արդար մարդ էր, շատ հզոր մարդ էր, ես միգուցե այդքան հզոր չեմ, ինչքան հայրս էր, որովհետև այն ժամանակ հարգանք կար դեպի մեծ դերասանը, դեպի մարդը իր արժեքն ուներ։ Այսօր այդ արժեքները չկան, ցավոք սրտի չկան։ Ուզում եմ դուք պատմեք, թե ինչպիսին էր նա, ամենից շատ ինչ պահեր եք հիշում իր կյանքից։ Մի քիչ հուշեր պատմեք։ Ես ասեմ ձեզ, որտեղ ես փոքր ժամանակ բաներ էի տերում, մղձավանջնային երազներ եւ միշտ վազում էի պապայիս ծոցն էի մտնում կամ ինքն էր գալիս իմ գրկում ես հիշում եմ որ հայրս իր Օթելոյի խանչալը դրեց իմ բարձի տակ որ ես վախերից հեռանամ եւ այդպես էլ եղա ձերքս կողմ ինձ երազ էի տենում ձերս կողմ էի բարձից տակ ու սկսում մորթել սաղին դե գիտեք ինչ հայրս շատ կենսունակ, շատ հողեղեն, շատ հայ, շատ մոշյուներ իրակ և կառուցվածքը, և ձայնը, և դեմքը, նա տղամարդ էր, իսկական տղամարդ էր, երբ որ նա քայլում էր, ոնց որ թե մի երկայլ լվացքից զգացվում էր նրա հզորությունը, երբ քեֆ էր անում, ընդեղ էր երևում, օրինակի համար մեր տանը հավաքվում էին, ես հիշում, Ավիտեքից Սահակյան այդ մարդիկ էին հավաքվում, գալիս էին ուրեմն որ ասենք խաշլաման սարքում էին, հայ մայրս էր սարքում, իսկ այն ժամանակ մի բաժակ կոնյակ էին խմում սկզբից, հետո այս չրպալկաներով, շերեփներով լցնում էին կամ կրուշկայով գինիները, ամեն անկյունում մի հատ վեդրո գինի էր եւ այդ կան գինին խմում էին, քեֆ էին անում։ Հայրս դաշնանով բերում էր սեղանի մոտ, որ մեկ էլ չվերկենա,
գնա դաշտամուրի մոտ լավ նվագում էր, հրաշալի երգում էր, հրաշալի լսողություն ուներ։ Նա մի տաղանդավոր մարդ էր, հրաշալի խավալ էր խփում, դոլ էր խփում, թառ էր նվագում, գիտառ էր նվագում, շվի, մի խոսքով դաշնամուր, հրաշք մի մարդ էր։ Իր մայրը, հորս մայրը, միշտ ծեծ էր ուտում իր ամուսնուց։ Ինչի՞։ Ասում էր, ամուսինն ասում էր, տեսա, գնում ենք ու քեֆի, հանկարծ չերկես։ Իսկ այդ կինը այնքան էր սիրում այդ երգ հասկացողությունը, ինքը հոգին երգում էր այդ կնոջ, եւ թե քեֆի ժամանակ լավ քեֆ էր, եւ իմ տատիկս երբ որ երգում էր իմանալով հանդերձ որ ծեծ աուտելու, այնուամենայնիվ երգում էր, այսինքն տարերքներ, հայրիկս էլ նույնը, այդ դերասան հասկացողությունը, արտիստ հասկացողությունը երևի տատիկից է գալիս, պապայից, մամայից։ Այնպես որ հայրս տեղից է ձեռք բերել այդ ամեն ինչը մայրիկից իրա։ Ինչ զրույցներ էր նա ունենում, սիրում էր ձեզ հետ խոսել, կան օրինակ եղել են կյանքում պահեր, որ դուք հիշել եք հայրս այսպես էր ասում։ Ցավոք սրտի իմ հայրս ինձ հետ ընկերություն չի արել, որովհետև իմ ընկերը փողոցն էր։ Իսկ հայրս իմ երեսս չէր տենում, նա գնում էր աշխատանքի, ես արդեն տանը չէի, նա գալիս էր, ես քնած էի, այնպես որ հորս հետ շատ քիչ եմ շփվել։ Վերջի տարիներին հորս հետ շատ շփվեցինք, այսինքն երբ որ հասունացա ես, երբ որ հետո սկսեցի աշխատել, երբ որ առաջ անգամ իր հետ մտա բեմարտակ, այդ ժամանակ սկսվեց մեր ընկերությունը, մեր կապը։ Երբ մեծացա, ինստիտուտ ընդունվեցի, ռեժիսորական բաժին, հայրս էլ իհարկե օգնեց ինձ։ Ինքը գոհ էր, որ դուք այդ աշխարհ եք մտել։ Ինքը գիտեք ինչ, Վադիմ Մելիքսյանը բեմադրեց Մայրամուտից առաջ պիեսը, որտեղ ինքը խաղում էր գլխավոր դերը։ Ես էլ իր մոտ խաղում էի իր ծառայի։ Եվ դա ձեր առաջին դերն էր, չէ՞ իր հետ։ Առաջին դերը խոսքով առաջին դերն էր։ Ինքը ցույց չէր տալի, բայց ինքը մի բան ասեց Նիկոլայ Ծատուրյանին, երբ որ եկավ արդեն լավ չէր վիճակը, հիվանդանոցից եկավ։ Նայեց ներկայացումը Վագն Դավթյանի բալադ էր գրել, որը դարձրեց պիես, բայց էլի բալադ չափածո Ծիրանի ծառեր կոչվում։ Ես այնտեղ գլխավոր դերն էի, բայց եւ այդքան տեքստը ես անգիր էի արել, երեսկոլային ասեց, այդ տղա հետ ոնց ես կարողացել այդ տղային այդքան տեքստ անգիր սովորացնել։ Բաս Մագուրգեն ջան, տեսնում եք ինչ ծանր գործ եմ արել։ Դա այդ օրն ասում ասեց թե ինչու ռուսերեն ասեց, չգիտեմ, դա ռադիոսի ակտոր ծնվեց դերաս։ Այդ արդեն բավական էր, որ ես հասկանայի, որ հայրս ինձանից գոհ էր։ Ինքը իմ տեսակը չէր, ես շատ բաց եմ, ինքն էլ էր բաց, բայց ինք կարողանում էր զսպել իրեն։ Ջիգարով էր, շատ ջիգարով, որ վզիտակ համբուրում էի արդեն խնդում էր բաներ լնում, մի խոսքով շշմելով հերում էի, ես շատ։ Դա մի ուրիշ մարդ էր, ազնիվ, մաքուր, իրենասեր, նա մի ուրիշ մարդ էր, շատ էր սիրում Կավկազ ռեստորանը, Աբովյանի վրա էր են աչթեի վրա, ուտող խմող մարդ էր, երգող, երգում էր, հետո վերջի տարիներին, որ իրան չէր կարելի արդեն խմել, նա արդեն մի բաժակ լիմոնաթով, այնպես քեֆ էր անում, դե մարդ քեֆ անում, երբ որ քեֆը լավ է, բայց իր քեֆը միշտ է լավ եղել, այսինքն ինքը շատ ուրախ մարդ էր, ինքը շատ հյուրասեր մարդ էր։ Ես շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ձեզ հաջողություններ եմ մաղթում եւ եւս մենք անգամ շնորհավորում ձեզ, մեզ բոլորիս այդպիսի մեծ դերասան ունենալու, մեծ հայ ունենալու կապակցությամբ, դա բոլորիս արժեքն է, որքան էլ մտահոգվենք, որ սերունդներ կլինեն կամ ինչ որ պահ կհայտնվի, որ մի քիչ ավելի քիչ կճանաչեն մեր մեծերին, այնուամենայնիվ իրենք կան, իրենց տեղում են եւ երբեք այդ տեղը չի լրացնի որևէ այլ նորակոչիկ։ Շնորհակալ։ Ինքը Գուրգեն Ջանիբեկյանն այսպես էր մտածում. այս մտքերը հիրավի ուղեցույց են երիտասարդ սերնդի համար։ Այսօրվա սերունդը անհամեմատ երջանիկ է,
բայց արի ու տես, ոմանք ամեն ինչ հեշտությամբ են ուզում ձեռք բերել, առանց ջանք գործադրելու, իսկ մենք միշտ գնահատել ենք աշխատասիրությունը։ Տաղանդին հարկավոր է տեր կանգնել, իսկ եթե աչքաթող արիր, կորցրածը չի վերադառնում։ Միևնույնն է, ինչ էլ որ անես օրիգինալ երևալու համար ոչինչ չի օգնի, եթե մարդուս մոտ բացակայում է հոգեկան հարստությունը։ Ես շատ կուզեի, որ երիտասարդությունը ճիշտ գնահատեր իր արժանինքները, ժամանակն անտեղի չվատներ, նրանցից ամեն մեկն ամբողջ էությամբ նվիրվեր իր ընտրած մասնագիտությանը, գործին եւ իրագործեր այն երազանքները, որոնք պետք է գեղեցկացնեն թե իրեն, թե հասարակությանը։ Վերնատուն մշակութային ծրագիրն այսօր ձեզ համար պատրաստել էին խմբագիր Մերի Մուսինյանը, երաժշտական ձևավորող Լուսինե Մանուկյանը, համակարգչային օպերատոր Իրինա Գրիգորյանը։ Մինչ նոր հանդիպում։